Սկսեմ։ Եթե դու ամեն օր մտածես, որ օրեկուցվանից պիտի սկսես սպորտով զբաղվել, գիրք կարդալ, ընկերներիդ հետ շփվել, ուտպես լիքը բաներ այդպես էլ չես անե, ուրեմն դու բազմաթիվ անգյալներից մեկն ես։ Բարի օր։ Հմիքսեք Աստղիկ ջանում, դու ուր ես 2 ամիս է բարբարով նյութ չես տվել։ Իմ դեպքում ստեղծագործական դատարկ է, թե չէ ես հո անգյալ չեմ։ Յանի ու միշտ խափես որ Յատե խան։ Տրանսպորտին սպասեք, սվետաֆորին սպասեք, բայց այ գործենելու հարցում եկուցվան մի սպասեք, որովհետև ինչ որ մեր մեծերն են ասել։ Կներեք, այսօրվա գործը եկուս թողնակ։ Լսեցիք։ Մեր օրերում IT-ին շատերին տանիքը անգյալության։ Մարդիկ ChatGPT-ին դաժա արդեն հարցնեն ինչ ուզեն, ինչ հագնին, ուրիշ տան, ինչ դառնան, մենակ թե իրանք դոր մասին չմտածեն։ Իհարկե բոլորին չի վերաբերվի, բայց շատերի մոտ էլ Wi-Fi-ը կորավ, իրանք էլ հողոֆոկի կորինգ է։ Ես մտածեմ, որ տեխնոլոգիաների զարգացումը պիտի ուղիղ համեմատական եղնի մեր աշխատասիրությանը, ոչ թե տեխնոլոգիաները մեր կյանքը հեշտացնեն, դուք էլ ցեզի լավ զգաք, որ կուրսայինները գրող կա, էլ չի տանջվիք։ Աստղիկ, ինչ ես ուզում ինձնից, քո խանգիստ օգնեմ մարդկանց, դու ոտքերիդ տակն էիր, որ չընկնես։ Բայց ես վերջերս գիտնականները նաև պարզել են, որ շատ աշխատասեր եղնելն էլ բանը չէ։ Օրինակ ինձ միշտ 20 օր։ սկսվա ավելի, այսօր չենք բրձի ես սյոնքին։ Լավ էլի խան, սպասե նա ինչ կսեմ։ Մեր հոգեբան ընկերը այս վերջերս մի հատ մարշավերեր են, ու մոտավոր են մասին, որ մոտիվացիայի անկումը նաև կառաջանային ժամանակ, երբ որ գործի մեջ մեզի շատ կկոտորենք։ Դե մերս էլ ինձ միշտ կսե քիչ կոտոր էլի քեզի։ Դե այնպես չէ, շատերն իրանց առե անցել են, բայց քիչմ քիչ կոտորվեք ու շարունակեք մնալ ու եղնել աշխատասեր։ Դե իսկ Կիրակի օրով 2 րոպեվա ռոլիկի համար 58-ի քանդ ու քարափողոցներով չարչրվան Աստղիկ Խաչատրյանն ու Խան Հովհաննիսյանը։